Հայ գենը հարցակումի տակ է։ Միթե կարող ենք այն պաշտպանել եւ ինչպես։ Արդյոք հայի ցավը արդեն վերածվել է կենսակերպի, թե դարձյալ հնարավորություն կա վերափոխման։ Թուրքը ուզում է տեսնել միայն այն հային, ով չի հիշում Վարդանանց, չի կարդում Նժդեհ, չի երգում Կիլիկիա։ Այսօր որը պետք է լինի հայ առաջնային եւ գոյապահպան հարցը։ Ինչ է սպասվում արարող հային եւ զավթիչ թուրքին։ Ալիևը ինչպես է թաքցնում մահացու հիվանդությունը եւ Ադրբեջանի վախճանը ինչով է մեկնարկելու։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ հայագետ Լիա Ավետիսյանի հետ։ Նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Ադրբեջանի վիճակը լավ վիճակ չի։ Ինչ է կատարվում հատկապես Ալիևի առողջական կյանքում։ Հիմա ես բան նկատեցի կոկորտին։ Նկարեցի, խոշորացրեցի, այնտեղ որտեղ ադամախնձորն է տղամարդկանց մոտ։ Մի հատ հաստ սպիա։ Բերնի խորոչի ռակ։ Այսինքն ուզում եք ասել, որ Ալիևը ունի կոկորտի քաղցկեղ։ Այո։ Պլանացախում, մորֆիա ընդունում, բանացամում, պլանը տվեցին ձեռները, ասին հայերին կոտորեք։ Այսօր Հայաստանը ինչպիսի մարտահրավերների առջև է։ Շատ, առաջի մարտահրավերը ձեռքերը սենց անի, նենց անի, նա ստացեն այդտեղ։ Այս իդիոտ կեքին հետ որ խոսացնես, ինչ եք խոսում։ Ցանկանում են Իրանը պայթեցնել ներսից։ Ղալաթենան չի ստացվի։ Տարբերակներից մեկը միջուկային պայթյունն է, որ օրը խաղաղություն կլինի Իսրայելում, իրանք կտանեն բանտը կկողեն։ Բարև ձեզ Տիկին Ավետիսյան, շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ այսօր իմ հյուրն եք։ Ապրես Արեգ ջան, այնքան լավ տեքստեր, այնքան լավ հարցեր դրեցիր դու, առաջադրեցիր, շատ շնորհակալ եմ։ Այդ հարցերի պատասխանների մեծ մասը դուք պետք է հնչեցնեք, դուք պատրաստ եկել եք, ես համոզված եմ։ Միշտ պատրաստ, այո։ Միշտ ունենում ենք հետաքրքիր հաղորդում։ Այո։ Ձեր շնորհիվ, շնորհակալ եմ։ Տիկին Ավետիսյան, ինչպես նախաբանում ասացի, Թուրքը ուզում է տեսնել միայն այն հային, ով չի հիշում Վարդանանց։ Գիտես ինչ, Թուրքի օրն էլ օր չի, որովհետև Թուրքիայում ես ասում էի 7%-ն է բնակչության թուրք։ Վերջերս պարզվեց, որ 5%։ Այդ հսկայական պետության բնակչության 5%-ն է միայն թուրք։ Եվ ինչպիսի քարոզչություն է պետք, որպեսզի մնացած 95%-ը իրանց անմասն չզգան այդ երկրի բնակչության։ Կարծեն, որ իրանք թուրք են։ Մեզ մոտ արվում է ճիշտ հակառակը։ Մեզ մոտ վերջերս մի հատ մարդ հանդես եկավ հեռուստատեսությամբ, թե որտեղ Կովկասի ինստիտուտի տնօրեն, որին 30 տարի է տեսնում եմ էկրանին, մի անգամ հայերեն խոսելիս չեմ տեսել։ Ինքը ասում է ազգությունը այն է, ինչը դու զգում ես։ Այսինքն գենդերի պես բան է, էլի դու կդիկես ծնվեք կարող ես տղամարդ զգաս եւ հակառակը։ Ազգությունը ասում է ինչ կապ ունի գենի հետ։ Ինչ բանը, ինչ զգում ես էդ է քո ազգությունը։ Հիմա երկրի ղեկավարը կանգնել է ամբիոնում, ասում է որտեղ ապրում ես էդ քո հայրենիքը, ինչ տարբերություն, որտեղ կապրես, այդտեղ հայրենիքը։ Այսինքն այդ պրիմիտիվ մեկնաբանությունը, որտեղ հացը տեղ կաց, դա ասված էր որպես քարոզ, մարդակեր քոչվորին, որը հաց հերկել չգիտեր։ Հայը ասում էր հաց հերքի, քոչվոր լինելու կարիքը չես ունենա։ Դու տունը կունենաս, տեղում կմնաս, այդ հացը կհանձես, կմշակես, կուտես, կլոր տարի։ Հիմա ինչքան ժամանակը արդեն վերցրել են շուռ են տվել, դա ստացվում է, որ քոչվորի լոզունգ, որտեղ լավ է, այդտեղ մնում ես։ Ու դա ասում է երկրի վարչապետը, այն որ ամբիոնի վրա արդեն պարում է։ Այսինքն մեզ թվում է, որ իրանք ընդամենը ծաղրացու են, բայց իրանք քարոզչություն են իրականացնում։ Եվ այդ Կովկասի ինստիտուտի Իսքանդարյանը, եւ երկրի վարչապետ Փաշինյանը, իրանք քարոզում են, որ դուք
հրաժարվեք հայրենիքից, հրաժարվեք հայ լինելուց։ Ինչ պատահեց են կլինի։ Ուզում եք կգնաք Վիետնամում, վիետնամցի կդառնաք, ուզում եք կգնաք Մարոկկո, մարոկկացի կդառնաք։ Սա շատ վտանգավոր բան է եւ յուրաքանչյուր մայր, հայր, ուսուցիչ պետք է անպայման ջանք թափի, որպեսզի այդ քարոզչությունը իրանց երեխաներին չախտոտի։ Այդ քարոզչության հիմքում գիտակցված միտքն է Տիկին Ավետիսյան։ Իհարկե, ոնց որ ոչ թուրքերի մոտ թուրք լինելը բարձանք է առաջացնում, երեխաները, փոքր երեխաները դպրոցում կանգնում են, ասում են ես թուրք եմ եւ ես հպարտ եմ, որ ես թուրք եմ, դա նշանակում է ես ազնիվ եմ, ես հերոս եմ եւ այլն, թուրքը։ Իրանք ուզում են թուրք լինել, թուրք լինելը հայտարարվում է երկրում որպես պատիվ, մեզ մոտ արդեն հնչում է որպես անպատվություն։ Հայ լինելը։ Հայ լինելը, այո, իհարկե հայ լինելը։ Այսինքն գիտես ինչ, ամեն քարոզչություն պետք է ունենա հակաքարոզչություն, ոնց որ ֆաշիստը բանում ճակատում գալիս էր վրա, պարտիզանները կողքից տապալում էին իր ընթացքը։ Տենց էլ մենք պետք է պարտիզանական աշխատանքի անցնենք, ինչ անենք, պարտիզանությունը տանն է եւ դպրոցում է։ Տիկին Ավետիսյան, շրջափակված ենք թշնամիներով, հատկապես մեր հարևան թշնամին անընդհատ փորձում է սպառնալ, անընդհատ մահաբեր հայտարարություններ է անում։ Ինչ է կատարվում այսօր Ադրբեջանում եւ ինչ է կատարվում հատկապես Ալիևի առողջական կյանքում։ Ես այնքան երջանիկ եմ, որ գտել եմ այդ բանը։ Ուրեմն Ալիևը երեք չէ մյուս օր հանդիպում ուներ միջազգային։ Հիմա գիտես բան նկատեցի կոկորտին։ Նկարեցի, խոշորացրեցի, այնտեղ որտեղ ադամախնձորն է տղամարդկանց մոտ։ Մի հատ հաստ սպիա, հաստ։ Սովորաբար ադամախնձորը հեռացնում են, եթե տղամարդը սեռը փոխում է, չի ուզում, որ վիզը տգեղ երևա, որ բարալիկ սիրուն լինի, կամ եթե ունեցել է քաղցկեղ։ Վահանաձև գեղձի։ Այո, վահանաձև գեղձի, կամ այդ քաղցկեղը այնքան զարգացե, որ բերնի խորոչը, ամբողջ այդ խորոչը քաղցկեղով է քայքայվել։ Սովորաբար բերնի խորոչի ռակ, հետաքրքրվեցի քաղցկեղ, առաջանում է մորֆինիստների մոտ։ Օրինակ Ֆրեյդը հայտնի մորֆինիստ էր, ինքը այդպես բերնի խորոչի ռակով տառապում էր եւ հետո ինքնասպան եղավ դրա պատճառով։ Հիմա ես մեր հարևանը պլանացխում, մորֆիա ընդունում, բանացամում, ես չգիտեմ, բայց այս սպին շատ բան ասեց, կդնես էլի նկարը խնդրում եմ։ Ընդհանրապես իր գործերը լավ չեն։ Այսինքն ուզում եք ասել, որ Ալիևը ունի կոկորտի քաղցկեղ։ Այո։ Դրա համար է դեմքը այլայլված։ Դեմքը այլայլված է, հետո այստեղ սենց երկու փուչիկներ են դրված, ես ջահել ժամանակվա տեսանյութերը նայեցի, չկային դրանք։ Իսկ հիմա սենց երկու կլոր բաներ են թուշիկներին։ Կարող է դրանք կոսմետիկ միջամտություններ են։ Դա կոսմետիկ միջամտությունը ինչ են տենց ուռուցի կարես, մեղքը չի այդ մարդը։ Երիտասարդեցնող է երևի։ Սենց փուչիկներով։ Շատ ուշադիր եք զննում Ալիևի դեմքը, Տիկին։ Ես բոլորին եմ ուշադիր զննում, Արեգ ջան, բոլորին։ Այ հիմա քեզ ուշադիր նայում եմ, շատ սիրուն ես։ Շնորհակալ եմ։ Դուք անկրկնելի Տիկին Ավետիսյան։ Բանը այն է, որ չգիտեմ, ինձ մարդկանց դեմքերը հետաքրքրում են։ Դա ուղղակի երևի գրողի հատկությունն է։ Ես օրինակ նկատում եմ օրիորդա թե չէ արգանդի բանը պտուղը ինչ սերի է, բայց ես պայծառատես չեմ, ուղղակի մարդկանց դեմքը ինձ հետաքրքրում է, իսկ դեմքի վրա գրած է։ Լավ, այդ սաղ մի կողմ։ Հիմա հարցը այն է, որ
Ադրբեջանի վիճակը լավ վիճակ չի, քեզ ասեմ։ Տես, նույնն էլ Թուրքիայի։ Մեկ էլ Եվրոմիությունը նավթալինից հանեց Հյուսիսային Կիպրոսի հարցը։ 50 տարի օկուպացիայի տակ էր Թուրքիայի Կիպրոսի կեսը, հա, հյուսիսային մասը։ Այո։ Հիմա Եվրամիությունը նավթալինից հանեց, ասեց պետք է հյուսիսային Կիպրոսի հարցը լուծվի, այսպես չի կարելի, մարդու իրավունքներ լալա տապալա։ Դա ինչ է նշանակում, որ իրանք ուզում են Եվրամիությունը առանձին հյուսիսային Կիպրոսը ընդունի իր կազմի մեջ, իսկ Եվրամիությունը, քանի որ այսօր վաղն է, իրան պետք են ապացույցներ, որ ինքը ապրում է, զարգանում է, կենսակերպը լավն է, եւ անընդհատ երկրները ընդունում, այն բուջուրիկ երկրները ընդունում է իր կազմի մեջ, որպեսզի ասի, տեսեք, մենք չտապալվեցինք, մենք շատացանք։ Ու հիմա հյուսիսային Կիպրոսը, իսկ Էրդողանի համար դա մահ է, որովհետև ինքը պարծենում էր, որ հյուսիսային Կիպրոսը զավթել է եւ Իրանով է արել։ Էրդողանը ընդհանրապես վերցրել է 3 տարեթիվ, որոնք շատ կարևոր են թուրքերի համար։ Մեկը 23 թվականին իրանք տոնեցին Թուրքիայի ստեղծման 100-ամյակը, մեկը իրանք 54 թվին տոնելու են Կոնստանտինոպոլսի զավթման 600-ամյակը եւ պետք է, այսինքն ինքը այսպիսի փուլեր տնում է, ազգովի գնում ենք դեպի դա ճիշտ բան է, Ճիշտ քաղաքականություն։ շատ ճիշտ բան է, այո։ Ու մեկ էլ 2074-ին պետք է տոնեն Մանասկերտի հաղթանակի 1000-ամյակը։ Պլանավորել է։ Իր ժողովրդի հետ ոնց է խոսում։ Ասում է, մենք ունենք մի գիծ։ Այս երկրի համար պատասխանատու եմ ես, իմ որդին, իմ թոռը։ Այս ինչքան ճիշտ է։ Այսինքն ամենակարևոր բանն է անում, ինքը մանկավարժական բանը դաս է։ Տղեկ, ամուսնացեք, երեխեք ունեցեք, թոռներ ունեցեք, երկիրը պահեք։ Ջանդամ թե դուք թուրք չեք։ Մենք ձեզ թուրք կանվանենք, դուք ձեզ լավ կզգաք։ Թուրք հալով։ Իսկ հայը ճիշտ հակառակն է անում։ Տիկին Ավետիսյան, թուրքը պետական մակարդակով երբեք չի հաշտվում այն գաղափարի հետ, որ հայը մնաց կանգուն անգամ այդ ահավոր եղեռնագործությունից, ցեղասպանությունից հետո։ Արևելյան Հայաստան տեղափոխվելով հայը փորձեց իր տունը կառուցել եւ փորձեց կամաց ոտքի կանգնել։ Այնինչ հիմա էլ Հայաստանի աչքի առաջ աճեցրեցին մի պորտաբույծ երկիր, Ռուսաստան եւ Թուրքիա դաշինքի շնորհիվ ստեղծվեց ինչ-որ մի Ադրբեջան, հիմա Ադրբեջանը դարձել է Թուրքիայի եւ ոչ միայն Թուրքիայի գործիքը եւ փորձում է Թուրքիայի երազանքը ի կատարածել։ Սա ինչ մարտավարություն է։ Ոչ Ադրբեջանն է թուրքական, ոչ էլ Թուրքիան է ադրբեջանական։ Ուրեմն Էրդողանը քանի տարի է կառավարումը 5 անգամ գնացել է Իսրայել։ Ամերիկայում ինքը ստացել է սիոնիզմի հերոս մեդալը եւ կոչումը սիոնիստական այնտեղի միության կողմից։ Բա հիմա ինչպես է վիրավորում Իսրայելին։ Բա որ ասում եմ սաղ թատրոն է։ Թուրքիան շատ սիոնիստական երկիր է։ Իրանք Իսրայելի հետ ուղղակի հիմա յուղոտ պատառները չեն կարողանում կիսել, թե չէ ինքը իրանց ճորտն է։ Ինքը միշտ հիշում է, որ իր երկիրը պարտական է ջհուդ ժողովրդին, որ ունի այդ հողերը, ունի այդ ոսկիները,
ունի այդ հարստությունը շնորհիվ այն բանի, որ իրանք պլանը տվեցին ձեռները, ասին հայերին կոտորեք։ Ադրբեջան-Իսրայել կապն էլ բարգավաճում է։ Այո։ Միայն վերջերս Ադրբեջանը ռազմական տեխնիկա տեղափոխող հսկայական քանակությամբ ինքնաթիռներ է ձեռք բերել ու շարել է սահմանին, զորավարժություններ է անում։ Ինչ մերոնք էլ Պարսիկի հետ են անում Չէ, զորավարժություն։ խոսքս Իսրայելից ձեռք բերված այդ զենքն է, ինչը հիմնված է եւ խարսխված է Իսրայել-Ադրբեջան այդ ծաղկուն հարաբերություններով։ Արիկ ջան, ես իրանց հետ աշխատել եմ։ Ես հիշում եմ, որ երբ որ մի հարց էր պետք լուծել, ես մի հատ ջահելկին տնօրեն գնում էի Մոսկվա, Բաքվի դիրեկտորը 6 հոգի հետը բերում էր։ Մեկը 6-ին է, էլ չհաշված, հա, որ կին տղամարդ։ Մեկը 6-ին է միշտ մերը։ Ինչքան իրանք պետք է զորք ու զրահ հավաքեն, որ մեզ, եթե մենք դավաճան չունենք, եթե մեր մեջքից մեզ չեն դաշունահարում։ Անընդհատ ասում են, որ դավաճաններ կան, բայց դավաճանները արժանի պատասխանել չեն ստանում պատերազմից հետո։ Ես ընդհանրապես զարմացած եմ հայերի վրա։ Էլ մայմունություն չմնաց, որ այդ տղան չանի, ու ինքը դիտմամբ է անում։ Ինքը ոնց որ պրովոկացիա անի, ասի տեսնում եք գիժեմ, եկեք ինձ վերջապես տեղից տարեք։ Էլի նստած են ազգային ժողովում։ Նստած են թատրոն են նայում այդ մայմունությունը։ Ձերքերը սենց անի, նենց անի, նստած են այդտեղ իրանց օպոզիցիայի տեղ դնող մարդիկ, իբր թե հարգարժան մարդիկ։ Բայց ինքը ուղղակի կոչում է, ասում է եկեք ամոթ ձեզ, որ սենց վարչապետ ունեք։ Այդպես չի։ Այդպես է։ Իհարկե, ես ամոչում եմ։ Ախր երկրի ղեկավարը ոնց որ տանը ղեկավար լինի։ Հիմա տան ղեկավարը պապան։ Եթե խմողը լինի, գիժ լինի, դուս ընկածել լինի, երեխեքը կամաչեն, չէ, կինը կամաչի։ Նույնն էլ երկիրն է։ Գիտես, պատմության դասագրքերում ես չգիտեմ այդ որ մի ստորնա դա արե, բայց երբ որ աշխարհաբար են թարգմանել պատմական գրականությունը, մեծած խորհուրդը թարգմանել են ծերակույտ։ Հələ որտեղ մեծած խորհուրդ, որտեղ ծերակույտ։ Ու ասում են հին աշխարհում կար ծերակույտ։ Կային խոհեմ, իմաստուն, մարդիկ բոլոր հեքիաթներում երևում են, որ հենց որ թագավորը մի հատ պրոբլեմա ունենում, ասում է իմաստունին կանչեք, գալիս է լուծումը տալիս է։ Ես կարծում եմ, որ մեր երկրի գլխին քաղաքացիական ղեկավար չպետք է լինի, պետք է լինի զինվոր, կողքը պետք է լինի քահանա, պետք է լինի մեծած խորհուրդ։ Ոչ մի քաղաքացիական կարիերիստ, իսկ իրանք բոլորը կարիերիստ են, իրավունք չունի հավակնի Հայաստանի գահին։ Տիկին Ավետիսյան, այսօր Հայաստանը ինչպիսի մարտահրավերների առջև է։ Ну շատ, առաջի մարտահրավերը այնա, որ ժողովուրդը իրան կորցրել է, մակարդակը շատ այ չէ, շատ այ չէ մակարդակը։ Մարդիկ ուր գնում եմ ես, հա, 3 հոգի նստած է, 3-ն էլ հեռախոսի մեջ, իրար հետ չեն խոսում, տանը իրար հետ չեն խոսում, ասում են ամուսնալուծությունները շատացել են, բա ոնց չշատանան, մարդու կնիկ փոխանակի նստեն կիսվեն իրար հետ պրոբլեմներով, ամեն մեկը իր հեռախոսի մեջ է։ Ազգային անվտանգության առումով ինչպիսի մարտահրավերների առջև ենք։ Գիտես ինչ, եւ լավը կա եւ վատը կա, օրինակ IQ-ն վերցնում ես, վերջերս բանը հաշվել էին աշխարհով մեկ IQ-ն։ Հայաստանը գրավում է 7-րդ տեղը աշխարհում։ Վրաստանը գրավում է 27-րդ տեղը։ Թուրքիան գրավում է 46-րդ տեղը, Ադրբեջանը 48-րդ տեղը։
Այսինքն խելացի ժողովուրդը ապրում այստեղ, շատ խելացի։ Ինչա պետք խելացի ժողովրդին, պատշաճ կրթություն, պատշաճ ղեկավարություն, որպեսի լինի զարգանալու ուղենիշ, լինի ապագա։ Այդ չկա։ Այդ չկա։ Ուր են գնում այդպես։ Չգիտեմ, ուր պատահի։ Ինքնահոս վիճակ է։ Այո, ինքնահոս վիճակ է։ Չէ, ոչ միայն ինքնահոս, չէ, իրանք ուզում են, որ մենք կորցնենք մեր ազգային ինքնությունը, շատ են ուզում։ Իրանք հանձնարարություն ունեն այդպիսի, որ հա։ Դրսից էլ չար ուժերը ամեն ինչ անում են, որպեսզի հայ ազգը կորցնի իր դիմագիծը, հեռանա դրանից, ավանդույթից են փորձում արմատախիլ անել։ Այո, այո։ Դրա դեմը ինչպես այսօրվա ընտանիքները պետք է պայքարեն, ինչպես պետք է իրենց փոքրիկին, մանուկին զարգացնեն, դաստիարակեն օրորոցից։ Կրծքի կաթի հետ ինչ պետք է ներարկեն։ Կրծքի կաթի հետ օրորոցային պետք է երգի մայրիկը։ Շատ հեշտ է դա, շատ հաճելի է դա։ Օրորոցայինը երգում է, հեքիաթները կարդում է։ Պապան ծունկի վրա թռցնում է, այդ զարգացնում է իմիջիալոց կիսագնդերը, կապում է իրար կիսագնդերը, երբ որ ծնկի վրա երեխուն թռցնում են, 40-ը պահում են, մեր ավանդույթի մեջ ոչ մի ավելնորդ և սխալ բան չկա, բոլորը ուղղված են, որպեսզի երեխան մեծանա առողջ, խելացի, բարի, արարող, բայց ավանդույթը այս զպրտիչը հանում է սխալ, չէ, ուրեմն պետք է կեցե սմարթֆոնը կորչի ավանդույթը։ Տիկին Ավետիսյան, արդյոք տարածաշրջանում հասունանում է խոշոր բախում։ Նու, գիտես ինչ, դա կապված է Ռուսաստան, Չինաստան, Պարսկաստան կապի հետ, հասկանալի է, որ Ամերիկայի գլխին էլ եկե նստել ջհուդը, Իսրայելում էլ նույնը, Իսրայելի ղեկավարը, որ օրը խաղաղություն կլինի Իսրայելում, իրանք կտանեն բանտը կկողեն, մի քանի քրեական գործ կա վրեն Նետանյահուի, դրա մեր ինքը շոստրը մեռնում է, չէ, ստեղը տեղ վազում է, բանը անում, ինքը ուզում է, որ այս պատերազմական վիճակը շարունակվի, ինքը ուզում է ամբողջ Պաղեստինը դնի ջեբը, են դալալն էլ ուզում է էլի դրա վրա փող աշխատի, ինքը փող աշխատող է, եկել է Ամերիկայի գլխին։ Գազայում անմարդկային վիճակ է։ Նու, դες հիմա Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը Տրամպը հանել է, իսկ դա $1 միլիարդ էր։ Քանի որ այնտեղ հակաիսրայելական բանը միտինգներ են կազմակերպել Գազան ռմբակոծելու ժամանակ։ Այսինքն ինչ խոսքի ազատություն։ Ամերիկա խոսքի ազատություն էր գովերքում, չէ, ուսանողները դուս են եկել ցույցի, ֆինանսավորումը կտրել են Հարվարդի։ Չէ որ Թրամփը ասեց իմ կառավարման շրջանում չի լինելու պատերազմ։ Դա ինքը ուզում է Նոբելյան մրցանակ ստանա խաղաղության, չի ստացվում, ոչ ռուսն է համաձայնվում իր իդիոտական պայմաններին, ոչ տեղ է ստացվում։ Իրանն էլ արդեն թիրախավորված է։ Ցանկանում են Իրանը պայթեցնել ներսից։ Ղալաթ են ան, չի ստացվի։ Չի ստացվի։ Չի ստացվի։ Իրանը արդեն սկսել է իր ռազմական ուժի, ռազմական տեխնիկայի բաց ցուցադրությունը, իր արսենալն է ներկայացնում եւ ասում է, որ հանկարծ որևէ մի երկիր չհամարցակվի սխալ բան թույլ տալ։ Իհարկե։ Անկամ արաբական աշխարհին է զգուշացնում ու ասում, որ ձեր տարածքները, ձեր սահմանները թույլ չտաք, հակառակ դեպքում սպառնում է։ Ճիշտ է։ Ինչպես հասցրին Իրանին այս հոգեվիճակին եւ Իրանը այս հոգեվիճակը, որ ձևավորել է իր մեջ, վտանգներով լի է։ Նու թշնամիների համար այո, այստեղ հարցը այնա, որ Սաուդական Արաբիայում իշխում է մի ընտանիք, որը հայտարարված է դեռ 20-րդ դարի սկզբից որպես
Մուհամեդ խալիֆայի ժառանգներ, բայց իրականում ջուդական ընտանիք են այդտեղ դրել։ Հիմա Սաուդական Արաբիայի թագավորի տղեն Էմիրատների թագավորն է։ Իրանք այդտեղ տարածվել են ջուդները շատ։ Հորդանանի թագավորը կինը ջուդ է, Անգլիայում սովորել է։ Նույնը Բաշար Ասադն էր, կինը։ Անգլիայից բերել էր կնկան։ Տեսա՞ր ինչ եղավ։ Դրա համար է ցանկանում գնալ Իսրայել բուժումների։ Հա, իսկ հիմա հայտնի չի կենթանի է թե չէ։ Այս նոր նախագահան պահանջում է, որ Ռուսաստանը իրան հանձնի Ասադին ու կնոջը ռուսները ասում են ուր են չկան, կուզեք բանը դագաղները բերենք։ Ադրբեջանը ամեն ինչ անում է եւ ցանկանում է, որ Հայաստանը կտրի Իրանից։ Չի կարող հոգուտ մատաղ, դա անհնար բան է, խոսելը անել չի, ինքը մենակ խոսում է, հիմա կոկորտը կտրել են, չեն կտրել, վերջը հետ ինչ, իմիջիայլոց դեմքի բանը գույնն էլ է փոխված, չի կարող Իրանը շատ, այդեղ նստած են իմաստուն մարդիկ, Իրանում։ հա, Իրանում, իրանք գիտեն, որ Հայաստանը նախ հայը միշտ է եղել իրանց կողքին եւ օգնական։ Եվ երկրորդը հիմա էլ իրանք գիտեն, որ կարող են վստահել միայն մեզ։ Հա, մեր ղեկավարությանը չեն կարող վստահել, որտեղ վստահելու բան չի։ Բայց որպես հայ ժողովուրդ իրանք մեծ հույսեր են կապում մեզ հետ։ Ուզում է Հայաստանը կտրել Իրանից Ադրբեջանը եւ ասում է, եթե դուք չտաք, ես եմ վերցնելու այսպես կոչված իր երազանքը, Զանգեզուրի միջանցքը, որը ուզում է ամբողջովին պահել իր վերահսկողության տակ։ Վերջը Հայաստանը համաձայնելու է դրան։ Դե հիմա ես ուզում եմ որպես դաչա վերցնեմ Կապիտոլիը։ Խոսում եմ, ապուշ խոսում եմ, չէ՞։ Նույնն էլ նա։ Մի լուրջ մի ընդունեք։ Չի տրվելու Հայաստանի կողմից։ Չէ, իհարկե չէ։ Ով է պահելու, որ չտան։ Հայ ժողովուրդը։ Պահելու է հայ ժողովուրդը։ Այո։ Ոտքի է կանգնելու։ Հա, ես սպասում եմ, այդպես չի կարելի էլի։ Այդ ծնկած ամոթը։ Արցախի ժամանակ ոտքի կանգնեց։ Չէ։ Ռուբեն Վարդանյանը ներսից պահում էր։ Խոստումներ էր տալիս։ Հիմա էլ բանտում է։ Շատ լավ է։ Ապահով է։ Իրան բան չեն անի։ Բանտում նստած է։ Ապահով տեղ։ Ապահով է։ Գիտես ինչու՞մն է բանը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի վերելքի շրջանը շատ կարճ տևեց։ Հետո մեկ էլ Ուզբեկիստան, Կիրգիզիա եւ Ղազախստան կնքեցին դաշինք, որ իրանք կնքելու են դաշինք Եվրամիության հետ, ոչ մի Թուրքլանդիա, մերժեցին։ Հյուսիսային Կիպրոսը մյուս կողմից, այդ խռովությունը, որը բարձրացավ Էրդողանի երկրի ներսում մյուս կողմից, այդ սաղ շատ թուլացրեց իրաց, շատ։ Այդպես որ ես կարծում եմ, որ իրանց աստեղնային ժամը անցած է։ Թուրքիայի, Ադրբեջանի։ Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի դաշինքի։ Տես Էրդողանը ասում էր դեմոկրատիան մի տրամվայ է։ Մենք կնստենք այդ տրամվային, բայց հենց որ ուզենանք կանգառում դուրս կգանք։ Հիմա իրան ասում են ուր ես դուրս գալի։ Քո երկրում հա գիտենք որ 20,000 պաշտոնապես հասարակած տուն կա։ Թուրքիայում։ Այո։ Պաշտոնապես։ Թուրքիայում ամբողջ իսլամական աշխարհում միակ երկիրն է, որտեղ կան նուդիստական բաներ, պլաժներ, ծովափեր։
Այսինքն ծովափ, որտեղ մարդիկ միանգամայն տկլոր կարող են ման գալ։ Լողապ։ Ապրես։ Միանգամայն տկլոր։ Ինչ այլասերություն է, հա։ Իսլամական աշխարհը երբեք այդպիսի բան թույլ չի տվել։ Իրանք իսկի նորմալ բանի լողանալու շորերը բան չի անում, չի ընդունում։ Իրանց մոտ կանայք շորերով են լողանում։ Արաբական աշխարհում այո։ Այո։ Եվ ոչ միայն արաբական աշխարհում, գնա Սենեգալ, բան արաբական չեն, բայց իսլամական են, այո։ Եթովպիա։ Իսլամամոթը այդպիսի պլաժներ ունի։ Այսինքն փողի համար թուրքը ամեն ինչի պատրաստ է, ամեն ինչի 20,000 հասարակած տուն, նուդիստական պլաժ ու քաղաքապետը բանտում։ Ինչի համար ես շատ ուրախ եմ, որովհետև քաղաքապետը իրանց բեթար է։ Տիկին Ավետիսյան, շատերն ասում են եւ հիմնավորում են, որ ստեղծված իրավիճակում հայը պետք է հարցակում ցույց տա։ Հայը պետք է Ադրբեջանին հարվածով ցույց տա եւ ցույց տա Ադրբեջանի տեղը։ Համակարծիք եք։ Ոչ։ Ես կարծում եմ հայը սկզբից պետք է իր տունը մաքրազարդի։ Իր տանը պարզի, ով է տան տերը, ով է տան հավաքարարը, ով է ճաշեփողը, ով է գործանողը։ Այդպես չի կարելի։ Դարձրել են անտեր երկիր։ Թաքուհու, այդ Անգլիայի թաքուհու թաղման ժամանակ երկրի պրեզիդենտը գնում է սելֆի անում դագաղի ֆոնի վրա։ Այդ ինձ համար ամոթ էր։ Իմ երկրի պրեզիդենտն է։ Հա, անգրագետ է, էսա էնա, բայց իմ երկրի պրեզիդենտն է, իմ պատիվն է։ Էս կանգնել է ծաղրածուն պարում է ամբիոնի վրա, չգիտեմ ինչեր է անում։ Մենք պետք է մի հատ մեզ կարգի հրավիրենք։ Այն իրանց տղամարդու տեղ դրած մարդիկ ազգային ժողովում։ Թող մի հատ սթափվեն, վեր կենան, հիմա իմպիչմենտ տեցել իրանց գլուխները չմտավ, ոնց են անում, թող ուրիշ ձևի անեն, բայց ամոթ է։ Ամոթը իրանք ավելի խայտառակ վիճակում են հիմա արդեն, քան այդ պաշտոնյաները, չի կարելի։ Իրանք ուղղակի որպես դավաճան են իրանց պահում, այդ այսպես ասած անդիմադիրները, որ բոլորը մի թայֆա են, գիտենք որ մի թայֆա են։ Տիկին Ավետիսյան, այսօր ձեզ ինչն է անհանգստացնում եւ հունից հանում, երբ հետևում եք լրատվական հոսքին, երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում ներքին իրավիճակը զարգացնելով որոշ ուժերի կողմից, երբ տեսնում ենք արտաքին աշխարհում ինչ է կատարվում, այդ ամեն ինչի ֆոնը, երբ զուգահեռ եք անցկացնում մեզ հետ, ինչեր եք տեսնում։ Օխ, ես տեսնում եմ մի հրաշք ժողովուրդ։ Հրաշք։ Այսօր մի հատ տերասայում նստած էի բանի պրոսպեկտիվ Թումանյանի Խաչմերուկի շենքիներ նայում բակի կողմից։ Ուրեմն երկու մուտք կա։ Երկու մուտքի մեջ 7 հատ պատշգամբը միանգամայն տարբեր ձևով ձևավորված, բայց յուրաքանչյուրը մի հատ գլուխգործոց։ Հայը չի կարող է պարզապես պատշգամբ սարքի։ Պետք է սիրուն լինի, պետք է արտակարգ լինի, պետք է իր հավեսով լինի։ Գնում է Սայաթ-Նովայով Խանջանին չհասած, աջ կողմի վրա։ Մի հատ շենք երկաթե բազրիկներին բաներին, բալկոններին։ Բոլորը տարբեր եւ բոլորը գեղեցիկ։ Էս ի ժողովուրդ է։ Էս ի հրաշք ստեղծագործող ժողովուրդ է։ Բայց երբ որ գործը հասնում է ազգային գաղափարին, դա ինքնուրույն չես կարող լուծել։ Այ երբ որ լուծում ես բազրիկների պես, տարբեր չի ստացվի։ Միասնական է։ Ստեղ պետք է լինի միասնականը։ Միասնականի համար պետք է ժողովուրդը ունենա հեղինակություն, որը իրանք առաջնորդի, որ կողմից կլինի,
ով կլինի, բայց հեղինակություն պետք է մի մարդ, որի համար մենք երբեք չամաչենք, միայն պարծենանք եւ որի սիրտը անընդհատ ցավում է հայ ազգի համար։ Միշտ ասում են, որ նման մարդ գոյություն չունի։ Ույոխ, բարև ձեզ։ Այսօր միթե հայի արգանդը չի ծնել ազգանվեր հայրենասերի իրական։ Միթե ես չեմ հավատում Տիկին Ավետիսյան։ Գիտես ինչ, ես բուժվել չեմ սիրում, բայց ունենք հրաշալի բժիշկներ, որոնք իմաստուն մարդիկ են։ Արդեն քանի երրորդին հանդիպում եմ ես, այնքան խելացի բաներ են խոսում։ Դրա համար ես մտածում եմ միգուցե պետքա տարեցների խորհուրդ ստեղծել, որ այդ տարեցների խորհուրդը ընտրի մի հատ ազգի ղեկավար։ Փորձված մարդիկ են, երկար ճանապարհներ անցած, հիմնարկներ ղեկավարած, առողջ ու հիվանդ տեսած։ Իսկ դուք պատկերացնում եք հայ, այսպես ասած, գիտնականները ինչ որ մի սեղանի շուրջ նստեն, համախմբված խոսեն, որոշումներ կայացնեն, իրար զիջեն, առանց ամբիցիաների։ Ես այսպես ասած բախտ եմ ունեցել, մի քանի տարբեր կոլեկտիվներում եմ եղել, որտեղ իսկապես անվանի մարդիկ էին, ստեղծարար մարդիկ էին, գիտնական մարդիկ էին, բայց այսպես ասած չկար մեկը մյուսին հանդուրժելու այդ ջիղը չկար։ Փորձում էր յուրաքանչյուրը իրեն ել ավելի բարձր դասել։ Իրար հանդեպ բարձր էին դասում, ամբիցիաները խանգարում էին եւ ընդհանուր նպատակի շուրջ հավաքվելու կոնցեպտը չէր ձևավորվում։ Ես մի հատ սենք գիտեմ, որ բոլորին բարիշացնում է։ Տան Շվաբրան, ով իրան կարքին չի պահում պարկեշտ այդ հարցում, տալիս է քյալին։ Շվաբրան շատ լավ գործիք է։ Ճիշտ։ Համ հատակ է լվանում, համ էլ դաստիարակում է մեծերին։ Մենք այդքան գովում ենք, ասում ենք, որ սա ունենք, այս ստեղծարար ուժը ունենք, այս կենցափորձը ունենք հազարամյակներից մեզ հասած այդ գիտելիքները իր աղբյուրներով։ Անհատապես երբ դիտարկում ենք նրանց, յուրաքանչյուրը իրենից մեծ ուժ ներկայացնող մի կերպար է, մարմնավորում է, բայց երբ փորձում ենք միաձուլել ու այդ ընդհանուր հրաբուխը, որ լինում է, որ արդյունք պետք է տա, չի ձևավորվում։ Արեգ ջան, եթե մարդը չունենա անձնական որևէ հավակնություն, որևէ ամբիցիա, ինքը չունենա հիմա երեխաներ, որոնց ապագայի համար ինքը պետք է անհանգստանա, այսինքն երեխեքը վաղուց մեծացել են, ինքը անկախ է։ Մի ֆանտաստիկ վեբ կա, եսա կխոսեմ կհիշեմ վերնագիրը, դա կովիդի պես վարակի մասին է, 60-ական թվականների վեբ էր, որ գալիս հասնում է երկիր, ու մարդիկ սկսում են 4 կողմը մահանալ։ Հիմա մի քանի տարբերակ կա, որ դրա վերջը տան, տարբերակներից մեկը միջուկային պայթյունն է։ 5 հոգի են ընտրում, որոնք պետք է այդ կոճակը սեղմեն միջուկային պայթյունի համար։ Եվ ընտրում են այն մարդուն, որը ամուսնացած չի, երեխա չունի եւ որոշումը կայացնելիս անձնական ոչ մի հավակնություն չունի։ Ինքը չի մտածի իր երեխեքի համար, ինքը կմտածի մարդկության համար։ Խնդիրներից մեկը նաև դա է, որ անձնական փառասիրությունն է խանգարում, անձնական հեսասիրությունն է խանգարում, որ չեք կարողանում հավաքական կոլեկտիվ որոշում կայացնել ի բարօրություն։ Դա պետքա, գիտես, բանը պետքա վարժեցնել մարդկանց։ Օրինակ հայը երբեք չի իմացել հերթ կանգնել։ Վերջը սովորեց, չէ՞։ Երբեք հայերը հերթ կանգնել չգիտեին։ Մոսկվայում երբ որ հերթ էր լինում, մեկը գալիս խցկվում էր, ասում էին ապետ Արմենի պրիշլի։ Հայը հերթ կանգնել չգիտեր։ Հիմա նույնը սա է, սա պետքա վարժեցնել կամ փողոց անցնելը։ Փողոց լույսի վրա կարգով անցնել մենք չգիտեինք։
Իմիջիալից Քոչարյանի առավելությունն է, ինքը դրեց սվետաֆորները, հիմա շուներն են բանով սվետաֆորով անցնում։ Իսկ այն ժամանակ ոնց պատահի, գյուղերում այդպես է հիմա էլ։ Այսինքն, էդ էլ մեր բանը չի, պետք է սովորենք։ Միթե այդ մշակույթը մեր մեջ չկա։ Չէ, չկա։ Բարձր արժեքներից ենք խոսում, Տիկին Ավետիսյան։ Ինչ անենք, էդ էլ մեզ տված չի, ինչ որ մի հավասարացնող բան պետք է լինի, մկների ժողովը շատ կարգին իրանք նստած խոսում էին, չէ՞, բայց հետո զանգ կախող չեղավ։ Տիկին Ավետիսյան, ինչպես է ստացվում, իսեր Աստծո, անպայման պետք է լինի ինչ-որ մի աղետ կամ ինչ-որ մի պատերազմ, որ ազգովի համախմբվենք։ Չէ, չի կարելի։ Չի կարելի դրանց սпасել, պետքա Փաստը դա է ցույց տվել, շատ մտածողներ դրա մասին են փաստարկել։ Ինչու՞։ Ну, իհարկե դա X ժամն է բոլոր ազգերի մոտ։ X ժամն է, ազգ կա, որ այդ X ժամին մտնում է սեղանի տակ։ Ազգ կա, որ դուխով դուսագալի կռիվ է անում։ Իմիջիալից այդ բանը Ղարաբաղի առաջի պատերազմի մեր հաղթանակը հետևանք էր այն բանի, որ սովետական դպրոցը կոլեկտիվիզմը շատ էր զարգացնում երեխաների մեջ։ Երեխաները միասին հավաքում էին թղթի թափոն, մետաղի թափոն, միասին գնում էին, մասնակցում էին միջոցառումներին, օլիմպիադաներին, կոլեկտիվիզմը բանը ջոկատները պիոներական իրար հետ մրցում էին, կոլեկտիվիզմը դպրոցը շատ էր զարգացնում։ Ղարաբաղյան պատերազմ գնացին այն տղաները, որոնք դուրս էին եկել սովետական տեսակի դպրոցից։ Այն, որ հիմա պարտվում ենք եւ ոչ միայն ճակատում, հետևանք է այն բանի, որ դպրոցը այլևս կոլեկտիվիզմ չի սերմանում, հակառակը 8-րդ դասարանից կամ 9-րդ դասարանից հետո երեխեքին շպրտում են դուս, ասում են գնացեք ուրիշ տեղ սովորեք։ Այդ են տարիքն է նուրբ, երբ որ նոր ընկերությունը պետք է աճեր, զարգանար ու ամրանար։ Ամենահարազատ ընկերներին պետք է ձեռք բերեին, չէ՞։ Կոտրվում է, գնում են ուրիշ տեղ։ Միտումնավոր ծրագիր 8-րդ դասարանում այդ մերձեցումը պետք է լիներ ընկերական ու ստացվում է այնպես, որ գնում են ուրիշ դպրոց եւ ուրիշ կոլեկտիվ, ուրիշ ու արդեն կոլեկտիվ չի։ Իսկ ավագ դպրոցը ինչա, ուղղակի ներկաբացակային անում, եթե երեխեքը կան, երեխեքը անգործությունից հեռախոսի մեջ են, ծխում են թե տղա, թե աղջիկ, ու միայնակների դաշտ է բացվում։ Որ բոլոր իրանց չեն հասկանում, իրենք հասկացված չեն, այդ անցումային շրջանը մի կողմից։ Դե այդ անցումային շրջանը պետք էր հաշվի առնել, որ բան են անում։ Ախր այդ անցումային շրջանից եք վերցրե փոքր երեխեքին։ Ու հենց այդ ժամանակի հիմնական հիմքերը դրվում։ Այո, դա դիտման փարվում։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ աշխարհի այդ գլխին նստած այդ պարազիտները ամենամեծ արտադրանքը, որ տալիս են այսօր, դա դժբախտ միայնակ մարդկանց բանն է, աշխարհով մեկ կույտն է։ Սինդրոմն է, այո։ Այո, դժբախտ միայնակ մարդկանց։ Դա դրան նպաստում է ամեն ինչ, մանկապարտեզը, Մոնտեսորի օրինակ տեխնոլոգիան, ինչ է, մանկապարտեզում երեխային այսքան գորգիկ են տալիս, ասում են նստի դրա վրա խաղա, սա քո տարածքն է, ուրիշին քո տարածք չթողես։ Երեխեքը ժլոբի պես նստում են, ասում են չմտնես իմ գորգը։ Հետո միջայց ամերիկյան ֆիլմերում շատ ես նկատել երևի։ Ծնողը գալիս է դուռը ծեծում է, որ երեխու սենյակը մտնի, երեխին ասում է չմտնես։ Դա իրանց տարածքն է։ Իմ տարածքն է։ Հետո երեխան որ մեծանում է, ծնողը ասում է, սա իմ տարածքն է, գնա կորի։ Գնա քեզ համար գտի աշխատանք, տարածք եւ այլն։ Այսինքն բոլորը միայնակ են։ Երեխայա, ծնողը, թե ով է, եւ բոլորը ձգտում են լինել միայնակ։ Արդեն դա պահանջ է։
Ինչը չեն գիտակցում, թե ինչ մեծ դժբախտություն է պարունակում իր մեջ։ Իհարկե չեն գիտակցում, այդքան գիտակցին չեն Հայկական ենթարկվել։ ավանդական ընտանիքներում, որտեղ կա հայր, մայր, տատիկ, պապիկ, հորեղբայրներ, հորաքույրներ, նրանց զարմիկները, այդ կոլեկտիվը միասին ընտանեկան ճաշ ունենալը։ Հետո իրար նայում են, իրարից սովորում էին։ Տեսնում էր օրինակ հորքուրս կոշիկը ոնց է մշակում քնելուց առաջ, որ վաղը բան տձև չլինի, լավը լինի, կամ գուլպաները ոնց է կախում։ Ամեն մեկը երեխաներից, բաներից, հորքուրներից, մորքուրներից աղջիկները շատ բան են սովորել։ Ես էլ օրինակ փոքրիկ գաղտնիքներ էլ այդպես որ իհարկե շատ վատ է, բայց երբեք ուշ չի։ Այս գենը քանի կա, ցավը տանեմ, գենով ենք սկսել խոսել, չէ՞։ Այս գենը քանի կա, այդ տրոփյունը կա։ Եթե միացնենք հայկական երաժշտությունը, եթե կարդանք Պարույր Սևակ, դառնում ենք նորից հայ, ուզում ենք միանալ, ուզում ենք ընդհանուր որոշում կայացնել, ուզում ենք լինել ազգովի երջանիկ եւ ունենալ պայծառ ապագա ու գնալ են մեր խոստացած ծովափին նստենք։ Իսկ ինչպես կարելի է վերականգնել ազգային արժանապատվությունը։ Կրթություն։ Շատ հեշտ է։ Շատ հեշտ է։ Դու 10 օր, ցավը տանեմ, 10 օր բանաստեղծություններ կարդա։ Դու քնելուց առաջ կասես ես հայ եմ, ես հին եմ որպես լիառնայս բիբլիական, կասես, նույնիսկ եթե պոետ չես, դու պոետ ես։ Տիկին Ավետիսյան, ամեն օր պարտության, ապատեղեկատվության, հիասթափության ֆոն է տարածվում։ Այդ դիտման փարվում, ես քեզ ասել եմ, դա դիտման փարվում, դա բանը հուսահատ մարդուն շատ հեշտ է քշաքշա անելը, շատ հեշտ։ Ինքը ամեն աֆերիստությանը կենթարկվի, ամեն խաբեբայությանը կուլ կգնա, այդ հեշտ է, իրանց ես որ ասում եմ միայնակ դժբախտ մարդկանց են պատրաստում բան է իրանց փռի մեջ թխում, էդ էլ է մտնում պսիխոլոգիայի մեջ, վախացնում են, տես ես քեզ ասում եմ, որ Ալիևի Ադամը խնձորը հեռացրածը, վաղը 15 իդիոտ կհայտնվի, կասի սուտ ասում, տես բան չկա, ես կարդացել եմ, չի կարդացել իհարկե, լսել եմ, որ այդ սուտ է, կհայտնվեն։ Ոնց էր այն մակարոնի կնիկը, որ իր ամուսինն է, լուսանկար ունեմ, իրա գնացել են ձկնորսության, լողազգեստով։ Լողազգեստի մեջ անվերլորդ բան կա։ Իրանք ասում են սուտ է։ Մակրոնի տիկնոջ, հա։ Հա, Մակրոնի տիկնոջ։ Շատ ուշադիր եք տիկին Ավետիսյան։ Ես շատ ուշադիր եմ, այո, ցավը տանեմ։ Ուրեմն Մակրոնին այս տղամարդը փչացրել է երեխուն։ Տղամարդալով։ Հետո իրան ձևացրել է կնիկ, հիմա եկել է տիրություն է անում սրանց, սրա սիրածին էլ գիտենք ով է էլի տղայը, սա հայտնի է, բայց ինքը մեծ խոսում է ամենաբարձր ամբիոններից, ու սրանց եթե այս իդիոտ կեքին ետ որ խոսացնես, ինչ եք խոսում, այդ սուտ է, Մակրոնն է, օլիմպիադան հիշում ես, գեյ պարացարկեց, ու իրանք բոլորը այդպես են օգուտ մատաղ, Անգլիան հիմա օրինակ փակել է իր վերջի 2 ձուլարանները, վсё, էլ ձուլարան էլ չունի, Անգլիան, որ մետաղի հայրենիք էր համարվում, հա, իր բնակչությանը էլի նեղել է երեխաների
կրթության, բանը ապահովության հարցերով, նույնը Գերմանիան վատ վիճակում է աշխարհը, բայց մեզ են վախացնում։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան, որ եկաք եւ ձեր հետաքրքիր տեսակետները ներկայացրեցիք, բացահայտումներ արեցիք, շատ շնշող եւ միևնույն ժամանակ ցնցող բացահայտումներ արեցիք։ Ժամանակը ցույց կտա, թե դուք որքանով եք ճիշտ եւ ճշմարիտ, 100%։ անկախ այն մեկնաբանություններից, որոնք քննարկում են ձեզ եւ քննադատում են։ Եվ ասեմ ձեզ եւ հիշեցնեմ, որ այն գովասանքի խոսքերը, որ ասում են ձեզ, դրանք մի քանի անգամ գերազանցում են։ Այո, ես պետք է ասեմ, Արեգ ջան, ապրես դու, շատ շնորհակալ եմ քո հետևորդներից հաղորդման։ Երեք մի հատ կին եկավ մոտս, տուն մտավ, վզիս գցեց ապարանջան գնաց, քո հետևորդներից էր։ Շնորհավորում եմ, ամենայն բարիք ձեզ։ Շնորհակալ եմ բոլորիս։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը զրուցում է հայագետ Լիա Ավետիսյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։ Հայը կրում է Արարատի լռությունը եւ Սարդարապատի որոտը։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։ Ադրբեջանի վիճակը լավ վիճակ չի։ Ինչ է կատարվում հատկապես Ալիևի առողջական կյանքում։ Մեկ էլ ես բան նկատեցի կոկորտին։ Նկարեցի, խոշորացրեցի, այնտեղ որտեղ ադամախնձորն է տղամարդկանց մոտ։ Մի հատ հաստ սպիա։ Բերնի խորոչի ռակ։ Այսինքն ուզում եք ասել, որ Ալիևը ունի կոկորտի քաղցկեղ։ Այո։ Պլանացախում, մորֆիա ընդունում, բանացամում, պլանը տվեցին ձեռները, ասին հայերին կոտորեք։ Այսօր Հայաստանը ինչպիսի մարտահրավերների առջև է։ Ну շատ, առաջի մարտահրավերը ձերքերը սենց անի, նենց անի, լաստած են այդտեղ։ Այս իդիոտ կեքին երբ որ խոսացնես, ինչ եք խոսում։ Ցանկանում են Իրանը պայթեցնել ներսից։ Ղալաթենան չի ստացվի։ Տարբերակներից մեկը միջուկային պայթյունն է, որ օրը խաղաղություն կլինի Իսրայելում, իրանք կտանեն բանտը կկողեն։